Ողջույն, եթերում անկախության սերունդ երիտասարդական հաղորդաշարն է։ Այսօր խոսելու ենք մարդու իրավունքների դասընթացների քաղաքաշինության այսօրվա խնդիրների մասին։ Բայց մինչ այդ տեսնենք, թե ինչ է տեղի ունեցել երիտասարդական դաշտում նախորդ երկու շաբաթների ընթացքում։ Մեր օրերում շատ ենք լսում մարդու իրավունքների ոտնահարում, իրավունքների պաշտպանություն արտահայտությունները։ Մարդու իրավունքների ուսուցման ազգային դասընթացներ անցկացվեցին Վանաձորում սեպտեմբերի 10-ից 14-ը։ Մանրամասները տեսանյութում։
Ծրագրի ողջ իդեան կայանում է նրանում, որ սկզբում մենք տանք որոշակի հմտություններ, գիտելիքներ, կարողություններ մասնակիցներին, դրանից հետո որոշակի ամիսների ընթացքում մասնակիցները կարողանան իրենք իսկ նմանատիպ ծրագրեր, սրանից մի քիչ ավելի տարբեր ծրագրեր մշակեն մարդու իրավունքների շուրջ, մարդու իրավունքների տարբեր գուցե մասերի շուրջ։ Նրանք կարող են լինել թե ուսուցողական ծրագրեր, դրանք կարող են քարոզարշավներ, այսինքն ցանկացած իդեա միտք, որը իրենք կարծում են, որ շատ կարևոր է իր համայնքում օգտագործել։ Իսկապես կա կարիք երիտասարդների համար անցկացնել նմանատիպ սեմինարներ, որտեղ երիտասարդությունն է այսօր պետության շարժիչ ուժը եւ երիտասարդության միջոցով շատ աշխատանքներ հնարավոր է իրականացնել այսօրվա երիտասարդը ապագա մայրը, հայրը, որը որ տիրապետ ծանոթանալով այդ արժեքներին կփորձի աստիճանաբար փոխանցել իր հետագա սերունդներին։ Ինֆորմացիա է տրվում Եվրախորհրդի մասին, Եվրոպական դատարանի մասին, մարդու իրավունքների հետ կապված բոլոր ինստիտուտների մասին, խոսել ենք նաև մարդու իրավունքների հասկացության մասին, որոնք են կոմպոնենտները, որոնք կառուցում են մարդու իրավունք ավելի լայն հասկացությունը։ Մեծ հատված ունենք նաև, որը խոսելու է ԶԼՄ-ների, խոսքի ազատության, PR-ի, հանրային բոլոր տիպի հարաբերությունների մասին։ Young people feel that they are important members of society that actually have something to contribute. Or to put it a little bit shorter, young people are a resource, they are not a problem, and we have to use this energy. Բոլոր մասնակիցներն էլ ակտիվորեն մասնակցում են եւ հետագայում պլաններ են հետապնդում կրկին փոխանցելու իրենց ձեռքբերված գիտելիքները այս ասպարեզում եւ կարող եմ վստահորեն ասեմ, որ գրեթե համոզված եմ, որ ակնկալիքներս կիրագործվեն եւ ես ակնկալում եմ, որպեսզի խորը գիտելիքներ ձեռք բերեմ այս սեմինարից եւ որը ոչ միայն կձեռք բերեմ, այլ հետագայում նաեւ կիրարկվեն ի օգուտ այլ երիտասարդներին, որը մեր մարզի երիտասարդների օգտին կաշխատի։ Բնականաբար մարզերից երիտասարդների մասնակցությունը շատ կարևոր է, բայց խնդիր կա, որ մարզերից մասնակցած երիտասարդները հետագայում եթե կարողանան այն ինչ որ այստեղ ստանում են գիտելիքները փոխանցեն իրենց մարզում գործող այլ երիտասարդներին, ապա ծրագիրը կարելի է համարել լրիվ հաջողված։ Սակայն լինում են դեպքեր, երբ ուղղակի երիտասարդները գալիս են նմանատիպ ծրագրեր, ստանում են գիտելիքներ եւ չեն կարողանում մարզերում կազմակերպել ինչ-որ սեմինարներ եւ փոխանցել ստացած գիտելիքներ եւ այս պարագայում կարեւորում է որպեսզի կազմակերպիչները նույնպես հետեւողական լինեն եւ նպաստեն որպեսզի մասնակիցները իրենց ստացած գիտելիքները փոխանցեն մյուսներին։ Միջոցառմանը մասնակցում են մարզային երիտասարդներ, մարզերից եկած երիտասարդներ, որովհետեւ եթե կենտրոնում, մայրաքաղաքում որոշակի խնդիրներ կարելի է համարել լուծված կամ ավելի բարվոք վիճակում, ապա մարզերում այս խնդիրների ուշադրություն դարձնելը շատ ավելի կարևոր է եւ նպատակահարմար։ Հուսով եմ նախարարության աջակցությամբ նաեւ հետագայում, ինչպես նաեւ այս կազմակերպիչ 6 կազմակերպությունների աջակցությամբ մենք նմանատիպ միջոցառումներ կազմակերպենք նաեւ մարզերում։ Ճանապարհատրանսպորտային շինարարական աշխատանքները, որ կարող ենք տեսնել Երևանում ամենուր, մեղմ ասած չեն նպաստում քաղաքի էկոլոգիական պայմանների բարելավմանը։ Դրանից ատ առաջացնում են խցանումներ քաղաքի կենտրոնական փողոցներում եւ առհասարակ խանգարում են բնականոն անցուդարձին։ Սակայն մասնագետները վստահեցնում են, որ ստացված արդյունքը կհատուցի այսօրվա բոլոր անհարմարությունների դիմաց։ Այսօր մայրաքաղաքի ոչ մի բնակիչ չի զարմանում ամեն քայլափոխի հանդիպող շինարարական աշխատանքներից։
քանդված փողոցներից եւ առաջացած խցանումներից։ Դժգոհությունը եւս նկատելի է։ Արդեն մի քանի ամիս է, ինչ Երևանի փողոցներում բավականին լուրջ եւ հիմնարար ճանապարհատրանսպորտային շինարարական աշխատանքներ են ընթանում, ինչի պատճառով խախտվել է նորմալ երթևեկությունը։ Ճանապարհաշինությունը դա քաղաքաշինության հիմնական էլեմենտներից մեկն է, որտեղ դա քաղաքի փաստորեն կրող կարկասն է, կարելի ասել, զարգերակները, որի շուրջ եւ ցեղավորվում են մնացած բոլոր տնտեսություն եւ ինժեներական ենթակառուցվածքները։ Մոտ 15 տարի փաստորեն այդ ուղղությամբ սարսված է եղել շինարարությունը, ճանապարհաշինություն չի կատարվել Երևան քաղաքում, լուրջ ճանապարհաշինություն, խոսքը չի վերաբերում վերանորոգումներին կամ ինչ-որ փոսային նորոգումներին կամ ասֆալտապատման խնդիրներին։ Նորմատիվ բազան պահանջում է յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի վրա ունենալ 2 եւ 4 կիլոմետր ճանապարհային ցանց։ Երևանում այսօր այդ ճանապարհային ցանցը կազմում է 1 եւ 7 կիլոմետր, այսինքն նորմատիվայից բավականին ցածր է ճանապարհային երկարությունները Երևան քաղաքում։ 15 տարի շարունակ Երևանում լուրջ ճանապարհաշինություն չի իրականացվել։ Միայն վերջին 3 տարիներին են մասնագետները ավելի մեծ ուշադրություն դարձնում խնդրին։ Մայրաքաղաքի գերբեռնված փողոցները բեռնաթափելու եւ հստակ ու տարանջատված ճանապարհային ցանց ունենալու համար կառուցվում են շրջանցող ավտոճանապարհներ։ Սա գեղարվեստական գործ չի, որ ասես, ավելի շատ տեխնիկական լուծումներ են։ Հիմնականում դրանք լուծում են երկու հարթությունների մեջ լուծվող խնդիրներ են։ Այդպիսի օրինակներ մենք Երևան քաղաքում ունենք, երբ բավական ոչ շատ իհարկե, բայց ունենք։ Դրանցից մեկը հատումն է Գրիգոր Լուսավորիչ եւ Մաշտոցի Պողոդաների։ Մի հարթությամբ ուղիղ մենք բաց ենք թողնում տրանսպորտային հոսքերը, որը ավելի կարևոր, ոչ թե կարևոր, այլ ֆունկցիոնալ տեսակետից անհրաժեշտ է։ Մյուս երկրորդ հարթությամբ վերաբաշխվում են ուղղությունները քաղաքի տարբեր փողոցների վրա։ Շինարարություն իրականացնելու ընթացքում նախագծի հեղինակներն ու շինարարները մի շարք անկանխատեսելի իրավիճակների են հանդիպել։ Պատճառն այն է, որ տարիներ առաջ իրականացված նախագծերն ու շինարարական աշխատանքները համապատասխան փաստաթղթերում չեն արձանագրվել։ Արդյունքում այսօրվա մասնագետները փողոցների տակ եղած կառուցվածքների մասին հաճախ իմանում են միայն փողոցը քանդելուց հետո։ Խոսակցություններ են տարածված, թե մանկավարժական համալսարանի տարածքում շինարարները մետրոյի թունելին են հանդիպել եւ աշխատանքները դադարեցրել են։ Իհարկե չնախատեսված այդպիսի դեպքեր եղել են, որ մենք հայտնաբերել ենք նոր մալուխագծեր, պարզել ենք, նոր նախագծային լուծումներ ենք տվել եւ դա իրականում բավականին մեր աշխատանքներին խոչընդոտել է, բայց մետրոյին դեռ չենք հանդիպել, մենք հանդիպել ենք մի հատվածում, դա Գետառի ունի փոփոխման հատվածում, երևի տեսել եք, որ այնտեղ էլ շինարարություն ընթանում, այդտեղ մենք մի բարձր լարման կաբելագծի ենք մալուխ ենք հանդիպել, որը որ ըստ վերջնական տվյալների պատկանում էր մետրոյին։ Քանի որ տարիների ընթացքում եղել են նաև այլ ինժեներական ենթակառուցվածքներ, որոնք որ չի ֆիքսված շահգործող կազմակերպությունների կողմից եւ տեխնիկական պայմաններում դրանք չեն եղել, հողը բացելուց հետո է դա ի հայտ գալիս, այդ ժամանակ աշխատում են կոոպերատիվ այդ խնդիրներն լուծել։ Այդպիսի խնդիրներ պատահում են։ Արդյունքում ստիպված են լինում վերականգնել քանդածը եւ նոր լուծումներ գտնել։ Աշխատանքների մեծ մասը քաղաքի կենտրոնական փողոցներում է իրականացվում։ Եթե ամռան ամիսներին այն լուրջ խնդիրներ չէր առաջացնում, ապա այսօր, երբ բուհերում դասերը սկսվել են, ուսանողները բողոքում են։ Շատ դժվար է հենց բու մտնելը եւ բուհից բացի են, որ բու մտնելուց բացի, որ ասենք դժվար են գալի բու, ընթացքում ձայն, շինարարության ձայները, այս փոշին ամբողջը շատ վատ ազդեցություն է թողնում մեր վրա։ Գոհ եմ այն առումով, որ կառուցվում է գետնանցումը բոլորիս համար, նախ հեշտ կանցնենք ճանապարհը, որովհետև բավականին լայն ճանապարհ էր ու դժվար էր անցնել։ Իսկ դժգոհությունները այն առումով են, որ փոշին է շատ, ու մենք այդ փոշին ամբողջ օրը շնչում ենք։ Առավոտվանից մինչև ժամը 2-ը շատ դժվար է, ճանապարհները անանցանելի են, մեքենաները չեն կարողանում անցնել, անընդհատ խցանումներ են ու մենք բավականին ուշ ենք տեղ հասնում։ Երբ որ սկսեցին շինարարությունը, բոլորի ցույց տվեցին, որ սեպտեմբերի 1-ին նորմալ ալնելու, բայց այդ տեղի չունեցավ, սակայն հուսով եմ ու երևի վստահ եմ, որ անկախ որևիցե բանից, ճիշտ է, մի քիչ հիմա դժվարություններ են կրելու, բայց վերջում, երբ որ ավարտվի այս ամեն ինչը, մեր քաղաքը շատ ու շատ ավելի գեղեցիկ է լինելու, ավելի հեշտ է լինելու թե ինստիտուտ հաճախելը, թե զբոսնելը, թե ամեն ինչը։
Խոստացել ենք մինչև ավարտին հասցնել այն հատվածները, որ բուհերի ղեկավարության հետ համատեղ մշակել ենք ծրագիր չխանգարող հատվածները ավարտին հասցնելու համար։ Դա է մանկավարժական համալսարանի գլխավոր մասնաշենքի մուտքի հատվածը, որը հենց ընկնում էր իմ նշած մալուխային գծերի տակ, մենք այդ մալուխագծերը տեղափոխեցինք, ասֆալտապատեցինք, որպեսզի ուսանողը եւ դասախոսական անձնակազմը անարգել մուտք գործի։ Ուսանողությունը մտահոգված է։ Արդյոք հնարավոր չէր այս շինարարությունն իրականացնել ոչ թե միանգամից, այլ հատվածաբար։ Խնդիրը միայն միաժամանակի մեջ չի։ Եթե մի որևէ փողոց վերակառուցվում է, ավելի տրամաբանական է դրա շարունակությունն էլ միանգամից սկսել եւ վերջացնել, այլ կերպ կարող է այդ տարածքը անընդհատ լինի որպես շինարարական հրապարակ։ Գոնե մի ուղղություն հարկավոր է վերջացնել հասկացողությունն էլ է շատ պայմանական, որովհետեւ տարիներ հետո, տակ լինի 5 տարի, 10 տարի, տասնյակ տարիներ հետո նոր խնդիրներ են առաջ գալիս, որ նույնպես պետք է այդ խնդիրները լուծել եւ վերանայել որոշ ուղղություններ։ Ես գտնում եմ, որ մենք ոչ թե միանգամից իրականացրեցինք, այլ արեցինք այն, ինչ որ պետք է միգուցե նաև վաղուց սկսենք եւ պետք է անենք ոչ ավելի պակաս ծավալով աշխատանքներ Երևան քաղաքով, հակառակ դեպքում մենք չենք ունենա այսպիսի, ես կասեի, ինչ որտեղ ոչ շատ մեծ խցանումներ, երթևեկության դժվարություններ, այլ ընդհանրապես կդժվարանա երթևեկել Երևան քաղաքով, որովհետեւ բոլորս էլ պատկերացնում ենք, թե նմանատիպ մեքենաների ներկրումը դեպի Հայաստան եւ մասնավորապես Երևան մեզ ինչի կբերի։ Մենք մի քանի տարուց կունենանք աղետալի վիճակ եւ ես հասկանում եմ բնակչության եւ լրատվամիջոցների այսպես կոչված մոտեցում անհանգստությունը ստեղծված իրավիճակի նկատմամբ, բայց երևի թե մենք այսօր մի քիչ մեր համար նեղություն ստեղծենք մեր քաղաքում, կառուցենք այն անհրաժեշտ կառույցները, մանավանդ տրանսպորտային, սա բնակելի շենքեր չեն, որպեսզի մենք քննարկենք, ասենք, գիտեք, գեղեցիկ է, գեղեցիկ չէ, տեղին է, անտեղ է։ Սրանք անհրաժեշտ գլխավոր հատակով նախանշված անհրաժեշտ միջոցառումների ծրագիր են։ Փաստորեն այդ մեծ բումը, որ կա Երևան քաղաքում, դա օրինաչափ է, քանի որ կա մեծ ցանկություն, ինչպես հանրապետության ղեկավարության, համեստ քաղաքային ղեկավարի կողմից վերակառուցել այս համակարգը եւ կան ֆինանսական հնարավորություններ եւ սկսված են այդ մեջ շինարարական աշխատանքները։ Հույսով ենք, որ հիմնական աշխատանքները կվերջանան այս տարվա վերջին եւ 1-2 ծրագիր կհետաձգվի հաջորդ փուլ։ Դա չի նշանակում, որ կանգնելու է արդեն շինարարությունը, այլ սկիզբ կլինի այլ ծրագրերի, սրանց օրգանական շարունակությունը, որովհետեւ ճանապարհը դա անընդմեջ շարժվող ուղղություն է։ Նախագծի հեղինակները հավաստիացնում են, որ ի սկզբանե Երևանը նախատեսված է եղել ոչ թե 1 միլիոն, այլ ընդամենը 100,000 բնակչի համար, եւ փողոցներն էլ ըստ այդմ են կառուցվել։ Բոլոր դեպքերում այսօր Երևանը նախատեսված եղել ընդամենը 100,000 ազգաբնակչի համար, այսօր այդ 100,000 անոց բնակչի համեմատ փողոցներ են կառուցվել եւ յուրաքանչյուր 1000 մարդի որոշակի նորմատիվային բազայով տրանսպորտային միջոցներ են հաշվի առել։ Չի բավարարում։ Ուրեմն պետք է գտնել այն լուծումները, այդ լուծումները հետեւյալն են՝ օգտագործել օդը եւ օգտագործել ստորգետնյա տարածությունը։ Այսինքն պետք է արդեն շերտավորել, որպեսզի տեղավորվի, եթե մի հարթություն եւ հարթությունը չի լուծում այդ խնդիրները, ուրեմն երկրորդ, երրորդ, չորրորդ հարթությունն է հարկավոր արդեն գտնել, որտեղ այդ հատվածում պետք է լուծել այդ խնդիրը։ Այս տարի շինարարության մեծ մասը կավարտվի, սակայն օրինակ Ագաթան Գեղոս Տիգրան Մեծ Խանջյան հատվածի շինարարությունն ավարտվելու է մյուս տարի։ Իսկ ընդհանրապես Երևան քաղաքի փողոցների բեռնաթափման ուղղված համալիր աշխատանքները շարունակվելու են մինչև 2020 թվականը։ 13 տարի անց մայրաքաղաքն անճանաչելիորեն կփոխվի։ Տրամաբանությունը խոսում է այն մասին, որ այսօրվա փոշու եւ խցանումների դիմաց վաղը գոնե ազատ փողոցներ ենք ունենալու։ Առաջիկա օրերին երիտասարդական դաշտում մի քանի հետաքրքիր միջոցառումներ են կազմակերպվելու։ Հետևեք եւ ցանկության դեպքում մասնակցեք դրանց։
Վերջ, ավարտվեց անկախության սերունդ հաղորդաշարի այսօրվա թողարկումը։ Գրեք մեզ անկախության սերունդ @yahoo.com կամ անկախության սերունդ @armucenter.am հասցեներով։ Ձեզ հետ Շուշան Հովանիսյան էր։